Մեկ հարցը հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ տեսնում ենք, որ մեծ ու փոքր տարբեր ԿՊ-ականներ շարունակ հայտարարում են, որ այս ընտրություններով մանդատ են ստացել նաև եկեղեցու հարցեր, այսպես ասած, լուծելու համար։ Հիմա տեսանք վեհափառին տարան հասցրին դատարան, օգոստոսի 28-ին արդեն այլ դատականիստ է նշանակված, նոր դատավորի հանգամանքով պայմանավորված։ Դուք ինչպես եք պատրաստվում դիմակայել, ձեր այդ գաղտնի պլանը կօգնի եկեղեցուն։ Դա մտնում է Փաշինյանի իրեն հեռացման գաղտնի պլանի մեջ։ Դրա համար թողեք այդ մարդիկ գնալով իրենց հարցերը լուծեն։ Ինչպես եք գնահատում այդ process-ը եկեղեցու դեմ։ Դա ես ասել եմ, համաշխարհային ամոթ է, մեր ազգի ամոթն է։ Դա պրոստո խայտարակություն է։ Այս մարդիկ անում են ոչ միայն մեր եկեղեցու։ Պարոն Կարապետյան, ի հակադրություն այդ գաղտնի պլանի, այսօր բացահայտ պլան կառավարությունը իր նիստի օրակարգում էր, որ 2026-ից 31 թվականներին ինչ պետք է անեն եւ այդ թվում նաեւ եկեղեցու իրենց ասած բարենորոգումներ, վեհափառին պետք է հեռացնեն, նոր կաթողիկոս նշանակեն, այսինքն իրենց ծրագիրը բացահայտ է, հիմա դրա դիմաց ինչ որ գործողություններ կա։ Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգեն, իրենց պլաներով հազիվ դա հասցնեն։ Պարկասո են մնացածը չեն ասում։ Պարոն Կարապետյան, մի քանի հարց ունեմ ձեր հայտարարագրի հետ կապված։ Փետրվարից ասում եք, որ արդեն տվել եմ հայտարարագրի։ Այո, արդեն տվել եք։ Փետրվարից ասում եք, որ տնային կալանքի պայմաններում անհնար է հայտարարագիրը ներկայացնելը, բայց փաստորեն կարողացել եք, ոնց է ստացվել։ Որ կարողացել եք հայտարարագիրը ներկայացնել։ Դա Վարդևանյանին հարցրեք, ինքն էր դրանով զբաղվում։ Այնտեղ մի անշարժ գույք եք ընդհանրապես հայտարարագրել Հայաստանում 1989 թվականին ձեռք բերված ու մեկ Volvo 1992 թվականին ձեռք բերված։ Ինչ ունեմ դա։ Դուք միայն այդ անշարժ գույք ունեք Հայաստանում ու այդ մեքենան։ Պարոն Կարապետյան, իսկ այս ժողովի նիստերին հետևում եք, օրինակ Էդգար Ղազարյանը իսկապես խախտել էր այդ բարեվարկության կանոնները։ Էդգար Ղազարյանը տաղանդավոր հայ քաղաքական գործիչ է, դուք ամեն օր կտեսնեք դա, տեսնում եք եւ կտեսնեք դա։ Իսկ առհասարակ ինչպես եք գնահատում ձեր թիմի ատանքը։ Ինձ թվում է բոլորն են լավ գնահատում, ես նույնպես։ Պարոն Կարապետյան, երեք դուք կար, որ Էդգար Ղազարյանի ներողություն, ձեր թիմը չպաշտպանեց ի սկզբանե, դա ինչպես եք մեկնաբանում։ Էդգար Ղազարյանին մեր թիմը առաջերտին Էդգար Ղազարյանը պաշտպանելու կարիք չուներ, բայց մեր թիմը շատ գրագետ ամեն ինչ արեց, որ կոնֆլիկտ չդառնա։ Պարոն Կարապետյան, իսկ երեկվա միջադեպի հետ կապված ինչ կասեք, Դավիթ Խազինյանին դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից, ինչ էր տեղի ունեցել ձեր գնահատմամբ, որ այդպես վարվեցին։ Մեր ֆրակցիան արդեն արձագանքել է դրան եւ շատ ճիշտ արել է։ Զղջացել էին իշխանություններն այսօր ասած։ Զղջացել էին Վահագն Ալեքսանյանն այսօր ասաց, թե Դե զղջալու բանը, զղջալու։ Իրենք ամեն ինչի համար պետք է զղջան։ Պարոն Կարապետյան, նաև Քանի որ շատ ապօրինություններ են անում, բոլորը պետք է հերթով զղջան։ Իրենք գիտեն, որ մենք մի քիչ ներողամիտ մարդիկ ենք, կարող է մի քիչ ներողամիտ լինել։ Իսկ ձեր գնահատմամբ արդեն կարողանում են քաղաքակիրթ աշխատել, ինչպես սկզբում պայմանավորվել էին։ Ինձ թվում է դեռ այո, կարողանում են։ Նույն համատեքստում մի հարց էլի։ Սուր լինելու է, բայց կանոնների մեջ լինելու